Վերկաց Սերբիա հայրենասիրական երգը գիտի 7 միլիոնանոց բալկանյան այս երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի։ Երաժշտության հեղինակը ծագումով հայ Վարդգես Բարոնյանն է։ Սերբիայի նախագահ Վուչիչն այս ստեղծագործության մասին հատուկ հիշատակեց իր խոսքում, գուցե նաև խորհրդանշական իմաստով, քանի որ Հայաստանն ու Սերբիան վեր են կացել, որ նոր շեշտադրումով շարունակեն բարեկամությունը։ Երկու երկրների նախագահները մտածում են Երևան-Բելգրադ եւ հակառակ ուղղությամբ չվերթ բացելու մասին։ Եկեք չմոռանանք, որ երկար տարիներ ինչ որ իմաստով Սերբիան եւ այս տարածքը մենք ուշադրություն չենք դարձել եւ եկեք չմոռանանք այն փաստը, որ իրականում Սերբիան եւ Բելգրադը այս տարածաշրջանի, այսինքն նախկին Հարավսլավիայի կամ եթե ուզում եք ասեք Բալկանների շրջանի ինչ որ կենտրոնն է եղել եւ երկար տարիներ դեռ կմնա։ Շատ ուրախ եմ, որ առաջին հենց օրը մենք արդյունք ստացանք։ Թեև Կոսովոյի եւ Արցախի հարցում Հայաստանի եւ Սերբիայի շահերը չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ երկու երկրները չեն կարող երկխոսել ու միմյանց աջակցել։ Նախագահ Սարգսյանն ասում է, ցանկացած խնդիր պետք է դիտարկել առանձին եւ ամբողջական։ Համոզված է, միջազգային ատյաններում Հայաստանն ու Սերբիան պիտի ցույց տան, որ բարեկամությունն օդի մեջ ասված խոսք չէ։ Չես կարող Կոսովոն նույնացնել Արցախի խնդրի հետ եւ չես կարող ասենք Ղրիմի խնդիրը նույնացնել կամ Կոսովի կամ Արցախի։ Եվ հետավար բացարձակապես չի նշանակում, որ մի երկիր, որը ունի, ասենք, ենթադրենք տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր իր տարածքում, պետք է անպայման դեմ քվեարկի այն դեպքերում, որտեղ երբ որ խոսքը գնում է, ասենք, ինքնորոշման մասին։ Ես կարծում եմ, մեր երկխոսությունը ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ մոտեցումներ։ It's infrared device. Infrared. Yeah, that is detecting 5 մասնաշենք ունեցող Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում Արմեն Սարգսյանին երիտասարդները ցուցադրում են իրենց ստեղծած նորարար ձեռնոցը, որը մարդուն թույլ է տալիս հեռավորության վրա զգալ շրջապատող իրերը։ Այստեղ ստարտափները միս ու արյուն են ստանում։ Մենք այսօրվանից պատրաստ ենք սկսել գործակցել նաև Հայաստանի IT ընկերությունների հետ։ Հայաստանի պատվիրակությունն այցելեց նաև Միխայլո Պուպինի ինստիտուտ։ Այն ՏՏ ոլորտի առաջատար կառույցներից է։ 87 միջազգային հեղինակավոր նախագծերում հետազոտություններ է անում։ Հայաստանի ներուժի մասին այստեղ արդեն նույնպես իմացան։ Հասմիկ Առաքելյան, Հակոբ Թումանյան, լուրեր, Բելգրադ, Սերբիա։